Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք բարձր յուղայնությամբ տնական կաթով հավի մսով նրբաբլիթներ, որոնք ստացվում են շատ համեղ և տարբերվող։ Այս երկու ափսեների նրբաբլիթները պատրաստել եմ միևնույն խմորով, նույն որակի երկու տապակի մեջ, տեսեք թե որքան տարբեր արդյունք է ստացվել։ Նրբաբլիթների սպիտակ շերտերը ստացվել են շատ բարակ, նուրբ և փափուկ։ Այս շերտերով կարելի է փաթաթել քաղցր կամ տարբեր մսային միջուկներով նրբաբլիթներ, հրաշալի տարբերակներ կան։ Մյուս ափսեի նրբաբլիթները ստացվել են կարմրաթուշ, նուրբ և ծակոտկեն, ես այս տարբերակը ավելի շատ եմ հավանում։ Այս բաղադրատոմսով նրբաբլիթները միշտ ստացվում են կատարյալ, առանց ճաքերի և փաթաթելու ընթացքում երբեք չեն վնասվում։ Թե ինչպես տնական կաթով և ջրով պատրաստված միևնույն խմորից ստանալ այսպիսի երկու տարբեր արդյունքներ, մնացեք ինձ հետ և տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Ես պատրաստում եմ եռակի չափաբաժնով, սակայն նկարագրությունների բաժնում կգրեմ մեկ չափաբաժնի համար նախատեսված բաղադրիչները։ Վերցնում ենք տնական յուղոտ կաթ, նշեմ, որ կաթը պաստերացված է թե ոչ, այդքան էլ էական չէ։ Հարում ենք ձուն, վրան ավելացնում ենք կաթը և յուրաքանչյուր 1 լիտր կաթի համար ավելացնում ենք 350 մլ սենյակային ջերմաստիճանի ջուր։ Սովորաբար տնական կաթը ունի 4-ից մինչև 6% յուղայնություն։ Գործարանային կաթը ունի ավելի ցածր յուղայնություն, ամենատարածվածը 3,2% է։ Նրբաբլիթները ստացվում են փափուկ, էլաստիկ, չեն պատռվում և հեշտ են շրջվում, երբ կաթը ունի 3,2-ից մինչև 3,5% յուղայնություն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում տնական կաթը նոսրացնել ջրով, օրինակ՝ 300 մլ կաթի վրա ավելացնել 100 մլ ջուր։ Հակառակ դեպքում շատ յուղալի կաթով պատրաստված նրբաբլիթները կարող են լինել ծանր և կպչել տապակից։ Ցանկալի չէ նրբաբլիթներ պատրաստել նաև յուղազերծ կաթով, այդ դեպքում նրբաբլիթները ստացվում են չոր, կոշտ և հեշտ ճաքող։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ և 2,5-ից 3 բաժակ ալյուր։ Հարիչով մի լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չլինեն, ցանկության դեպքում խմորը կարելի է անցկացնել մաղով։ Վերջում ավելացնում ենք 1 ճաշի գդալ բուսայուղ և թողնում ենք խմորը հանգստանա կես ժամ։ Մեկ չափաբաժնի համար ես օգտագործել եմ 2,5 բաժակ ալյուր, բաժակի չափը 250 մլ է։ Պարտադիր ալյուրը մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես նրբաբլիթների շերտերը ստացվում են նուրբ և ծակոտկեն։ Եթե սիրում եք, որ նրբաբլիթների շերտերը շատ ծակոտիներ են ունենում, ապա ջրի փոխարեն ավելացրեք նույն չափանքային ջուր։ Սպիտակ նրբաբլիթների շերտեր ստանալու համար կրակը պետք է լինի շատ ցածր, բացի այդ շերտերը պետք է շատ արագ շրջել։ Մինչ 1 հատ սպիտակ նրբաբլիթի շերտ էր պատրաստվում, այդ ընթացքում ես զուգահեռ պատրաստում էի 3 հատ կարմիրը։ Սիլիկոնե խառնիչով այսպես ծայրերով անցնում ենք և շրջում ենք, հեշտ և արագ։ Իսկ հիմա պատրաստենք նրբաբլիթների միջուկը։ Սա մսով նրբաբլիթների ամենաէժան և ամենահամեղ միջուկի պատրաստման բաղադրատոմսն է։ Ես վերցրել եմ 1 կգ հավի կրծքամիս և 2 կգ հավի ազդրամիս, միայն հավի կրծքամսով պատրաստված միջուկը բավականին չոր է ստացվում։ Հեռացնում ենք կաշին, ճարպոտ ջլոտ հատվածները և միսը լավ լվանալուց հետո դնում ենք փլավքամիջի մեջ, որպեսզի ավելորդ արյունաջուրը դուրս գա։ Մսի վրա լցնում ենք սառը ջուր և կաթսան դնում ենք ցածր կրակի վրա, այս փուլում համեմունքներ չենք ավելացնում։ Քանի որ հյութալի միջուկ ստանալու համար ավելացնելու ենք հավի արգանակ, միսը պետք է եփենք այնպես, որ արգանակը ստացվի մաքուր, զուլալ, առանց ավելորդ համի և հոտի։ Դրա համար միսը 5 րոպե եփելուց հետո թափում ենք ջուրը և լվանում ենք միսը։ Այս անգամ ավելացնում ենք 3 հատ դափնու տերև, մի քանի հատ հատիկավոր սև պղպեղ և վերջում ավելացնում ենք եռման ջուր։ Այս եղանակով պատրաստած հավի միսը և արգանակը շատ համեղ են ստացվում, և արգանակը հետո կարելի է օգտագործել ապուրներ պատրաստելիս։
Ավելացնում ենք աղ, եփում ենք 30 րոպե մինչև պատրաստ լինելը։ Բարեկամներ, այս բաղադրատոմսը նախատեսված է 110-ից 120 նրբաբլիթներ փաթաթելու համար։ Եթե ձեր ընտանիքի համար այս բաղադրատոմսը մեծ է, կարող եք բաղադրիչները կիսել։ Տեսեք ինչ թափանցիկ արգանակ է ստացվել, արգանակը քամում ենք հետագա օգտագործման համար։ Հեռացնում ենք դափնու տերևը, հատիկավոր սև պղպեղը, միսը թողնում ենք սառի, այնուհետև անց ենք կացնում մսաղացով։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ տոնական բաղադրատոմսեր։ Եփած միսը աղալու դեպքում նրբաբլիթների միջուկը ստացվում է հատիկ-հատիկ։ Տեսեք, թե որքան միսը չոր է, եթե հենց այսպես նրբաբլիթները փաթաթենք, դրանք համեղ չեն ստացվի, հենց այդ պատճառով առանձնացնում ենք 3 բաժակ արգանակ և ավելացնում ենք միջուկի մեջ։ Որպեսզի կարագը չայրվի, մի փոքր բուսայուղ ենք լցնում։ Ես օգտագործել եմ տնական կարագ և միջուկը բավականին համեղ էր ստացվել։ Եթե սիրում եք սոխ եռի համը, այս փուլում կարող եք պատրաստել սոխառած։ Ես միջուկի մեջ ավելացնում եմ մի փոքր սխտորի փոշի, այդպես նրբաբլիթները ավելի նուրբ համ են ունենում։ Տապակի մեջ ավելացնում ենք միսը և 3 բաժակ արգանակ։ Խառնելու ընթացքում կհասկանաք, թե արդյոք անհրաժեշտություն կա ավելացնել ևս 1 բաժակ արգանակ, ես ավելացրել եմ 3-ը։ Միսը արդեն բավականին հյութալի է ստացվել, այսպես շոգեխաշում ենք 1-2 րոպե և ավելացնում ենք համեմունքները։ Միջուկին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք 1 կապ համեմ։ Կարող եք ավելացնել ձեր նախընտրած կանաչիները և համերը համապատասխանեցնել ձեր քիմքին, խոհանոցում դոգմաներ չկան։ Ավելացնում ենք մանրացրած կանաչին, խմելի սունելի, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի և վերջում մի փոքր աղ։ Չորացրած կանաչիներից ավելացնում ենք ծիտրոն, այն հավի մսի հետ շատ լավ է համադրվում։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և անջատում ենք կրակը, թողնում ենք միջուկը սառչի, այնուհետև սկսում ենք փաթաթել նրբաբլիթները։ Սիրելիներս, սնկով և հավի մսով պատրաստվող միջուկի բաղադրատոմսը ևս կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ Նրբաբլիթների համար նախատեսված հավի մսով այս միջուկը ստացվում է շատ հյութալի և շատ համեղ, փորձեք և կհամոզվեք։ Պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես ստացվեց, շատ հետաքրքիր է։ 2 ժամ չարչարվելուց հետո սկսում ենք փաթաթել նրբաբլիթները, ինչպես տեսնում եք, շերտերը ոչ վնասվում են և ոչ էլ պատառոտվում, հրաշալի բաղադրատոմս է։ Լցոնի քանակը ինքներդ որոշեք, ես դնում եմ 1 լիքը ճաշի գդալ հավի մսով պատրաստված միջուկ։ Նրբաբլիթների ծայրերը խմորով կամ ձվով սոսնձելու անհրաժեշտություն չկա, փաթաթելուց հետո դեպի ներքև դնում ենք հարթ մակերևույթի վրա և վերջ, ֆիքսված է։ Այսպես փաթաթում ենք բոլոր նրբաբլիթները և սառեցնում ենք։ Հեշտ լինելու համար նրբաբլիթները ես շերտ-շերտ շարում եմ սառցախցիկի արկղի մեջ։ Շերտերի արանքին դնում եմ պոլիէթիլենային տոպրակներ, որպեսզի սառչելու ընթացքում դրանք իրարից չկպչեն և հեշտ լինի առանձնացնել։ Նկարագրությունների բաժնում կթողնեմ նրբաբլիթների միջուկների պատրաստման մի շարք հրաշալի բաղադրատոմսեր հավի մսով, սնկով, ինչպես նաև տավարի մսով, ընտրեք ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Սա նախորդ օրը տավարի մսով իմ պատրաստած նրբաբլիթներն են, տեսեք, թե ինչպես եմ սառեցրել։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ տնական կաթով և ջրով պատրաստվող նրբաբլիթների նման հրաշալի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։